Սա երեխեք չէ։ Այս մեկն էլ եղավ, այն էլ եղավ, մնաց հացը կտրտենք, մասուրը բացենք ու գնանք վայելենք այդ ամեն ինչը։ Շահալվեցի գրեք ենք մենք։ Նոր պրոյեկտ ենք սկսում, նոր հետաքրքիր ծրագիր, ծրագրի անունը դնում ենք բացահայտենք լոռին, բացահայտենք լոռվա անուշ գյուղերը։ Եկել ենք մեր գեղը ցույց տալ։ Հարձանի հպարտությունը ամբողջ գյուղին տալիս է։ Իր հպարտ կանգնած դիրքը, չէ՞։ Վահագն։ Հզոր։ Այսպայն մենք գտնում ենք լոռվա գյուղերից մեկի, Վահագնի բացատիր շրջաններից մեկում, որտեղ ամբողջ գյուղն է երևում, DJ Մարտինն է, նույն ինքը Մարտին Դիմաքսյանը, հենց ինքը Շահալվեցի Մարտինը։ Իմ մյուս կողքը նստած է մեր տաղանդաշատ մյուս DJ-ը, DJ Rich-ը, ինչպես բոլորդ գիտեք, DJ Հովան։ Եվ իհարկե ես, հանդիսավար Հենրի Հովսեփյանս, բայց այս ամենը մոռանում ենք։ Մենք ուղղակի լոռեցի ենք, որ եկել ենք Վահագնիում բացահայտելու Վահագնի մարդկանց ապրելակերպը, գյուղի ապրելակերպը, գյուղի հոտը շնչենք ու հասկանանք, որ գյուղից լավ տեղ չկա։ Ցակը վերես էր սենց թռե, չէի կարում խոսամ, կակազում էի։ Ծնողներս միշտ բերում էին ինձ ստեղ, մի խոսքով տենց ու իմ լեզուն բացվեց։ Էլի խաչքարեր ունենք, տենց ինչքան գյուղում խաչքարեր կար, ինձ տանում էին մերոնք։ Արձանն էլ, այս արձանն էլ Ինչ ենք խոսում։ Արի պատմեմ։ Հա։ Այ Մարտին, այս մի տեսակ սենց բաներ։ Հետաքրքիր բան են սարքել, այ տենես ինչ։ Հա, վերանորոգեցին էլ։ Վերանորոգեցին։ Ես առաջարկում եմ այս տեսանի վրա մի հատ նկար նկարվենք։ Այո։ Կնկարվենք, ճիշտ եմ, չի ասում։ Հա, գյուղի եկեղեցին էլ տեսար, նենց եմ ուզում այդ եկեղեցը մի օր հարսանիք տենամ։ Դու էլ գազվար ես։ Եկեղեցը։ Հա, հույս ունենք մի օր կսարքեն եկեղեցին։ Քահանեն ով կլինի։ Ես։ Եկա քահանանց, հա, ոնց եք ասում, տերտերանց։ Այդ տունը որ տենում ես, չէ՞։ Լադո պապ էին ասում, մոտո էր քշում ու դանակներ էր սարքում։ Ինձ թվում է այս սաղ էս կողքես գյուղերով բանով սաղ Լադո պապի դանակը ունեցած կլի, ու այն որ կթալներ էր սարքում, բան էլ, այն որ ճոխխոր։ Այդ ձեր բաներ էր սարքում։ Իսկ եթե դու ունեցել ես Լադո պապի դանակ, իսկ լավ մի հատ ասա ունեցել ես թե չէ, ու եթե նկարը ունես, մի հատ ուղարկի հետարքիրա։ Մարտին էսում տունն է։ Որ դբակոլագիրան գնում ես, չէ՞, դի մի հատ խանութ կա, ասում են Անուշի խանութ։ Այդ Անուշանց տունն է, ասում են Լազած Վարդան։ Նել իր մարդն է։ Հա, մանկությանդ մեծ մասը անցել է այս գյուղում։ Ինչ կպատմես քո գյուղից, ինչ կպատմես քո մանկությունից։ Այս առաջի հարցի հենց այն տվածդ պահից ամառվա այն խոթունձը եկավ մտքիս, որ գնում էինք երեխայինք խոտ էինք հնձում։ Մեծերն էլ մեզ սառը ջրի էին ուղարկում։ Այնքան ջուր էինք կրում այդ սաղ օրը հոգնած։ Իրանցից շատ մենք էինք հոգնած տուն գալի։ Կշարունակեմ ես մի դրվագ պատմելով այս գյուղի մասին, ուրեմն մենք գիտենք, որ Մարտինը այս գյուղից է ու մի օր որոշեցինք, որ Վանաձորից գանք գյուղ ու ինչ նպատակով, խոսքը գնում էր ռակի մասին, պետքա ծովախեց գետին բոլորս շատ ենք սիրում, Մարտինը պատմեց, որ այս գյուղում մի տեղ կա, որտեղ լիքը ծովախեց գետիններ կան, նույն ինքը ռակ։ Քամին մեզ խանգարում է, բայց ոչինչ։ Հավաքվեցինք, ես էի, չալոներ, ալոներ, չեմ հիշում ովքեր էին, բալոնել էր, հա։ Վերցրեցինք այն ինչը որ կարող էր մեզ օգնել բռնենք ռակերին, ցանց եւ այլը ձգնորսության սարքեր ու հասանք գյուղի տակ հասնելուց հետո հասկացանք որ մեզ մեծ երկար ճանապարհ է սպասվում։ Կարճ կապեմ այդ ճանապարհը շատ արագ անցանք ու հասանք տեղ, նայում եմ Մարտինը ասում է հենց այստեղ էր, այ նայում եմ որ
լիճ կամ գետ ինչ-որ բան տեսնենք, այստեղ ոչինչ բան չկա։ Հարցը ուղիղ տափաստան, խոտ, ուրիշ ոչ մի բան, ծառ, ու ասեմ, որ այդ ամենը գիշերն են գնացել, ասում են գիշերն ավելի հեշտ է բռնվում։ Լապտերով չէ՞ սենց դրած։ Ու հասանք տեղ, ինչ կպատասխանի Մարտինը, որը տեղ ասում է, ստեղ է, ռակը ստեղ է, բայց խոտ է տեղ ամբողջովին, այդտեղ շատ կարա կովեղնի։ Ինչ պատասխանեց, մեզ ինչ է կատարվել։ Իմ կարծիքով լիճը ցամաքել էր կամ գետը։ Շատ ճիշտ ես, որտեղ Մարտինն ասեց, ժողովուրդ ջան, լիճը ստեղ էր, ուղղակի ցամաքել է։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ հրավիրեցիր այս գյուղի այս պահերը վայելելու համար, որովհետև իրոք այս պահին նստած Երևակայի իմ կյանքի ամենաշատ թթվածինն եմ վայելում։ Մի հատ բան հիշեցի, որ գյուղում դարվում է, իստիմա ձեր գյուղում էլ արվում է, ամանորի գիշերը մարդիկ դիմավորում են ինչ-որ սարերում կամ ինչ-որ մեկի անտառում բաղջում պագրիշկա վառելով։ Այստեղ է տավանդույթ եղել է, թե չէ։ Ունենք, հեսա, մեզանից մի քանի մետր ենք ու մեկա վառած, Բայց ոնց որ դա պագրիշկի վառած չի, դա ոնց որ ինչ-որ սիրահար զույգ է եկել ստեղ, խարույկի մոտ։ Ինձ թվաց սիրտ են նկարել, տենց վառ է, ինչ-որ մի հատ սենց սրտա ճմբլիկ տղա է եղել։ Տեղեր կա, որ օրինակ աղբերներով ենք հավաքվում ակ վառում, տեղ կա ընտանիքով են գալի հավաքվում վառում, ասենք ստեղ էլ երևի ընտանիքով են եկել։ Չէ, անցեք, շատ լավ էլ պետք է անցնեք։ Այս բանի նկարման ընթացքում գյուղից մարդիկ են անցնում, նայեք, տեսեք ոնց են անցնում։ Այս Վարկեզի Սուսանա, Պապուան Սուսանա։ Մենք բացահայտում ենք ձեր գյուղը, եկել ենք նկարումներ ենք անում, ձեր գյուղի մասն ենք խոսում։ Շատ ուրախ ենք։ Ուրեմն կարծես թե այստեղ հուշահամալիր եմ նկատում, տեղյակ ես այս հուշահամալիրը ինչի պատվին է կամ ինչ նշանակում է։ Վահագն վիշապաքաղն է։ Այս հուշահամալիրը կառուցել են մեծ հայրենական պատերազմի այդ մասնակիցների համար։ Հա, ասեմ, Գառնիկ Վարդումյանը այս գյուղից է, ով մեծ հայրենական պատերազմի հերոս է։ Այն աստղը որ ունենում են, այդ ձև աստղը։ Հետաքրքիրն է, որ այս գյուղի անունը Վահագնի է, բայց կարծեմ ուրիշ անուն է ունեցել, չէ՞ այս գյուղը։ Ինչքան հիշում եմ 1930 տես թվերից հետո նոր անունը փոխվել է Վահագնի։ Միջև այդ Շահալի է եղել, չգիտեմ խի է եղել։ Չեմ կարա անկեղծ տենց մանրամասն ասեմ, բայց Իրականում ես տեղյակ եմ, որ այս կողմով անցնելուց մարդկանց որ հարցում ես որտեղ ես եւ ձեր գյուղի մոտով անցնելուց ասում են Շահալի կայարան եմ հասել։ Այստեղ կայարան կա։ կայարանը դա պոեզի կայարանն է, ասենց ասեմ։ Գյուղից մի 5 կիլոմետր է հեռու, հա ժամանակին որ այն վաղ ավտոներ բան չի եղել, գնացքը եկել է Շալի կայարանը կանգնե։ Մեր գյուղից, Ղամշկուտից, Քոլագիրանից, կողքի գյուղերից, տենց որպեսի շուտ քաղաքի հետ կապ ունենան, բան այնտեղ տներ են սարքել, ես դա տենց գիտեմ, էլի։ Հա, կայարանցիք ջան, կարա գրեք ձեր գյուղի մասին։ Ես տենց գիտեմ, որ տենց տներ են սարքել, որ այդ կայարանին մոտիկ կլինեն, ավելի արագ լինի իրանց քաղաք գնալ գալ կամ Երևան կամ չգիտեմ, էլի կապը, տենց առևտուր բան միշտ ընդեղ ա եղել հիմնական կենտրոնը։ Իհարկե ես մի հատ գաղտնիք բացեմ, մենք էսա գնալու ենք Մքոյանց տուն։ Մեզ վիդեոները նայելուց մեզ Մքոյանց տնեցիք, ըստի տենց են ասում, Մքոյանք, տերտերանք, տենց հրավիրել են, որ բեշկի վրա պլեջ ուտենք։ Կարանք մի գնանք։ Ես ճիշտ ասած այսօր հատ չեմ կե խլեջ կուտեի սենց տնական կարակը վրան դրոց էս խարաչուխալի էլի են որ ասում են անգամ Всё, ոնց հասկացանք, մենք գնում ենք ում տուն։ Մքոյանց տուն են գնում։ Մքոյանց տուն։ Եկեք մեզ հետ։ Դուք երբ ասեք մենք այդտեղ ենք։ Всё, մենք այդտեղ կլինենք ուրեմն։ Շատ լավ։ ֆիքսել եք որ մեջ սենց Արի հյուր ենք գնում, արի եկեք նստենք։ Հա։ Վայ իհարկե։ Չէ, գյուղ են լսում հետ։ Նա 4000 դրամ խփեմ մեջքի դիմաց։ Սիրում ես սպորտով։ Ապա մեկ է որ շալու ես գալի, մի հատ տաշոտի խանութ արի, տես ինչ ես ուզում առնես։ Ես եմ։ Աշոտն էլ Գառնիկ Վարդումյանի աղբոր տղեն է, հերոսի։ Էս էլ իր խանութն է։
Ինչ առնենք, տանենք այդ մարդկանց տուն։ Ինչ ա սիրտդ ուզում։ Շոկոլադի տորտ տա։ Էս Ավ դեմս դրած է եկլերը, չեմ է։ ոնց եմ սիրան։ Հա, Մարտին ջան, լայք ասա։ մքվանց տուն։ Տես մեր գեղեմ լիքը չամուսնացած մարդ կա։ Էս մենակ ես եմ։ Հա։ Լիքը չամուսնացած ջայլներ կան, ասենք մի հաստատ հույս ունեմ, որ Արամո ջան, Արմեն ջան, դուք ինձ նայում եք, ես էլ նառա քիրիկը։ Ասում այս խայտարական է, որ պսակվեք դուք։ Կնիկ բերեք էլի, արա, գեղը զարգացրեք, աճացրեք։ Երեխեք են էլի կշատանան։ Ինչպես ես։ Նորմալ, դու ասա։ Լավի վրա։ Ունայք գալի։ Հա։ Որ հրավիրում եք ոնց չգանք, բա։ Լավ են ընդունում։ Չեն հրավիրում, լավ կլի։ Չի լի բատը հենց։ Արի Մարտին ջան։ Արի։ Փետե մարե եկե։ Ես եմ բանային, որ տաշտը ձեռին լված կբերեմ են։ Տաշտը տարամ։ Դրանց տարա։ Կավան հենց անեք, ես տանից դուց գցեն ինձ։ Սաղ ռեմոնտը փչացրի։ Են միացիած խոսք ունեմ, որ ասում ես գալիս, ասում եմ գալիս ես, փեջը վառեմ, այսպես կտրեմ ես, խաչուխալի, աղը արածա չեն հայած, ես շարեմ ես, աղբես ջան, ինչ ասեմ, այդ մոն, երբ էր պլեշկ է վերջի անգամ, Չեմ ինչ։ Սա տնական սարքած, դիասա ինչ է։ սրոլ, որի ձեզ շատ ունեմ, վսը ինչ ասի, դա կոչվում է սալ, որից ես շատ ունեմ ու հարուստ, արա չեմ ուզում, կարամ ես տեմ, չգիտեմ, մեր լորվա որ գյուղն էլ մտնես քեզ այնքան ջերմ են ընդունում, ոնց որ մի 100 տարվա հարազատու բարեկամ եղնես։ Հյանսեք երեխեք։ Ուրեմն ես կարայի շատ ուրիշ բաներ սարքեմ։ Չէ, ես Հիմա սարքվողը այնա ինչ որ տնական է, ինչ որ բնական է։ Սա այս սունկա։ Անտարի։ Հա, սունկա հանել եմ բեր որ տապակեմ, սառնանից եմ մաղազիկից եմ հանել, կարտոշկայա, չորաթթուը, մասուրը ու ամենամենը ինչ մածունա ինչ որ մեր ինչ որ Անտարի։ Սա ինչ ինչ է սունկը ինչ է։ Էլա չէ, այդ սունկը կերուսուս է։ Գերուսուս։ Տենց ու տեստեկա չէ։ Այո, դատս մեր շուշուտ ու տասներ։ Հետ ասում ես ինչ ասես Այսինքն կերաշ սուս չմնացի կթունավորվես։ Ջպտի ուտես։ Էս Թող իրան գուշակել, ինչ Գիտեք է։ սա ինչ է։ Արա ասենք ոնց կարաս չիմանաս։ Դոմենակ էդ չէ, լաստե, հլստե։ Կարաս առանց որևիցե ոչի բանի վերցնես։ Սա գիտեք ոնց են Ուտես։ բացում, սա բացելուց առաջ մի հատ այս սենց են անում, որ ընտակի նստածը։ Կարճ դա կոչվում է մասուրի կամպոտ։ Մասուրի սոկ կներեք, չկամպոտ չէ։ Կամպոտն են մնացած դրասներն են։ Ես մեր գեղեմ են սարքում, աղբեր ջան։ Վալոտ պապն է սարքում։ Վալոտ պապն էլ ինքն էլ տենց հետարքիչ մարդ է, բաներ ա գրում, բանա։ Հա, բանաստեղծությունները սա գյուղացիների ամեն մեկի վրով տես մի բան գրում է։ Ծիրուն աթոռներ ա սարքում։ Այս սունկի անունը ինչ էր։ Այս սունկի անունը կերուսուս էր։ Այս սունկը, երեխեք ջան, սա ծառա սունկ չի, սա գետնի վրա դուրս եկած, ու սա հիմնականը մռնում է կայծակի տված տեղերը։ Կայծակը որ խփում է, այդ տարածքը ինքը դուրս է գալիս։ Հավաքում ենք բերեմ ու թանկ հյուրեին հյուրասիրում։ Մենք միշտ սունկը համեմով էինք սարքում, մամաս էլ էր սարքում, հետո տարիներ անցավ ես ինքերուս տուն գնացի, իր մաման սենց էր սարքում, ասվեց կտայս ոնց ա որ սենց ես սարքում, ասավ ինքը մենակ սունկի համն ա մնում էլի, համեմի համը չի խառնել եմ, այդ մեկը քիչ էր երեխեք ջան։
Իսկ ես ձուն ձեր ստեղան տնական ձուն, հա։ Հա, պայքարեցինք, վերջը հավերը ձուացեցին։ Չէ, հավերն արդեն մեծացել են։ Ալբերտ Ստեփանակ չէր գնացել, ինկուբատորը դրեցինք Արմենը տվեց կորյունի տղեն, դրեց։ Այդ երեխեն ասա ոնց դրենք, դրեցինք։ Հիմի դեռ դրանց հետևանքներն են։ Հիմա այսինքն համեմ չեք անի դրանց։ Չէ, գալես, համեմ չենք անելու, որ զգաք համը։ Սա երեխեք չէ։ Այս մեկն էլ եղավ, այն էլ եղավ, մնաց հացը կտրտենք, մասուրը բացենք ու գնանք վայելենք այդ ամեն ինչը։ Լավ, ինձ հաջորդ տարիը դերեց։ Ահա, հայր։ Շնորհակալություն մեզ լավ ընդունելու համար։ Այն ինչ որ կպակասացնենք այսօր, թող Աստված հարապատիկը ավելացնի։ Շատ հյուրասեր եք, շատ տան աուրան լավն է։ Մենք էլ բոլորին ասենք, որ այս տունը Վահագնի գյուղում է գտնվում ու ինքը հյուրատան ֆորմատով է, ովքեր ցանկանում են գալ շրջակայել, ինչու՞ չէ նաև գիշերակաց ունենալ Վահագնի գյուղում, այս տունը շատ հարմար միջավայր է։ Տանտիրուհին էլ շատ բարի, շատ լավ ձեռք ունի։ Հիմա այսա կասենք համովեր թե չէ։ Շատ շնորհակալություն։ Կապվելու համար կարող զանգարեք 077 95 00 48։ Ապրի մեր Մարտինը թվերը լավ է հիշում։ Նայելով։ Ինչ մնացին։ Գնացին։ Ծավեր։ Всё։ Էլ եք նկարում։ Ես էլ Բեգոյանց Բաբկենի տունն է։ Բարոն Բաբկենը սաղ ճանաչում են իրենց։ Ահա դե շալու տեղով չում ճանաչում։ Լոռեցիներ, ինչու՞ չէ նաև Լոռվա մարզից դուրս բնակվող, Լոռիով հետաքրքրվող մեր հայրենակիցներ։ Ավարտեցինք այսօրվա նկարանումները մեր Վահագնի գյուղում եւ հաջորդը Լոռվա ուրիշ գյուղ ենք այցելելու, այնպես որ խնդրում եմ ակտիվ լինել ձեր լայքերով, ձեր դիտումներով, որպեսզի հասկանանք, որ այս վիդեոն հետաքրքրում է ձեզ, այս ուղերձը, այս տեսակի նյութերը ձեզ հետաքրքրում են, որպեսզի ավելի շատ անենք։ Եվ իհարկե այս տեսահոլովակի կոմենտարիա բաժնում գրեք, թե որ գյուղը կցանկանայիք հաջորդը գայինք պարզաբանելու, լուսաբանելու եւ ներկայացնելու հենց այդ գյուղի ապրելակերպը։ Ես, Հենոն, DJ Մարտինը, DJ Հովոն, ավելի ճիշտ չէ, Հովոն, Մարտինն ու Հենոն ասում են կտեսնվենք Լոռվա հաջորդ գյուղում։ Այո։ Մեկ էլ Էդմոնը մոռաց ասեմ ինքը մեզ նկարում է։